Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Մինչև ընտրությունները ես այդպիսի տպավորություն էի ստանում, որ խոսքը ընտրությունների մասին է, ոչ թե հանրաքվեի մասին, մինչև հանրաքվեն, հա։ Այսինքն այո նշանակում է հաղթանակ մի դեպքում, ոչը նշանակում է պարտություն կամ մյուս դեպքում հակառակը։ Այոն պարտություն է, ոչը հաղթանակ։ Արդյոք այդ մոտեցումը չէր որդեգրել նաև ձեր կուսակցությունը։ Ասեմ, որ մենք ընդհանրապես հենց սկզբից նման մոտեցում չենք ունեցել։ Երբևէ չենք խոսել այն մասին, որ սա կլինի մեզ համար ճակատագրական հաղթանակ կամ պարտություն, եւ երբևէ այդ տեսանկյունից մենք երբեք չենք մոտեցել հանրաքվեի արդյունքներին եւ չենք էլ մոտենալու։ Սա որևէ մեկի հաղթանակը չէ կամ որևէ մեկի պարտությունը չէ, ոչ քաղաքական ուժերի, ոչ առանձին քաղաքական գործիչների։ Կարծում եմ, որ սա ընդամենը մեր ժողովրդի հաղթանակն է։ Ուրիշ ոչինչ։ Ինչ առումով հաղթանակն է։ Հաղթանակ այն առումով ժողովրդավարության բարձրացման աշխարհում։ Ես հենց միանգամից այդ բառով էլ կբնորոշեմ, այո, ժողովրդավարության բարձրացման աշխարհում մեր ժողովրդի հաղթանակն է սա։ Բայց եւ ժողովուրդը ընտրեց այդ ճանապարհը։ Սա որևէ մեկ ժողովրդին չփորձեց նույնիսկ պարտադրել։ Ոչ քաղաքական իշխանությունը, ոչ քաղաքական ընդդիմությունը, ոչ քաղաքական առանձին գործիչներ։ Ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության բարձրացման ճանապարհը եւ այդ ճանապարհով էլ գնում է։ Այն ջանքերը, որոնք գործադրել է իշխանությունը այոն ապահովելու համար, խոսում է այնուամենայնիվ այն մասին, որ դա կենաց մահու կռիվ էր։ Այդպես չէ։ Կարծում եմ, որ էլի ոչ կենաց մահու կռիվ երբևէ որևէ քաղաքական իշխանություն չի տվել եւ այդ մասին չի էլ խոսել։ Ընդհակառակը բոլոր քաղաքական հայտարարությունների ընթացքում, բոլոր հանդիպումների ընթացքում թե մամուլի հետ եւ թե ընդհանրապես ժողովրդի հետ մենք միշտ ասել ենք, որ սա մեզ համար կենաց մահու կռիվ չէ, կենաց մահու պայքար չէ։ Եվ կոնկրետ հանրաքվեի արդյունքները ամփոփելուց հետո կգա հաջորդ օրը եւ նույն ձևով կյանքը կշարունակվի։ Եթե նույնիսկ ոչը հաղթեր, այդպես ասենք թեկուզ, միևնույն է, էլի կլիներ կյանքը կշարունակվեր, էլի ամեն ինչ կգնար իր հունով, բայց ամեն դեպքում ժողովուրդը ընտրեց ժողովրդավարության բարձրացման ճանապարհը եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհն էր եւ իշխանությունների համար սա նույնպես պետք է լինի այն ճանապարհը, որոնք իրենք որդեգրել են եւ տեղերից հնչեցված տանա ներքևներում առաջացած պահանջը, որ նախաձեռնություն դարձավ հանրապետության նախագահի կողմից, այդպես էլ դրվեց շրջանառության մեջ եւ ժողովուրդը ընդունեց դա։ Այսինքն դուք կարծում եք, որ ժողովուրդը իսկապես քվեարկել է այոյի կողմ եւ ոչ թե կեղծվել։ Ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը քվեարկել է փոփոխություններին կողմ եւ ժողովրդավարության ճանապարհին այո։ Որտեղ իրոք կեղծվել է ձեզ։ Կարծում եմ, որ չի կեղծվել, չնայած այն հանգամանքին, որ մամուլի շատ ձևերով հնչեցվում են կեղծիքների մասին, տարբեր քաղաքական ուժերի կողմից խոսում են բավականին մեծ կեղծիքների մասին, լցոնումների մասին։ Ես կարծում եմ, որ այդ բոլոր հայտարարությունները, բոլոր բողոքները դեռևս քննության կարժանանան, կստուգվեն տարբեր կառույցների կողմից, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ թե իրավապահ մարմինների կողմից եւ յուրաքանչյուրը իր գնահատականը կստանա։ Ես համոզված եմ, որ այդ բողոքների մեջ, նաեւ հնչեցված հայտարարությունների մեջ բավականին մեծ տեսակարար կշիռը կազմում չհիմնավորված հայտարարությունները եւ չհիմնավորված բողոքները, իսկ բոլոր այն բողոքները, որոնք որ հնչեցվել են եւ հիմնավորումներ կստանան, իրոք տարբեր ստուգումներով, հետաքննություններով կամ նախաքննություններով, ամեն դեպքում յուրաքանչյուրը իր պատասխանը կստանա, արժանի պատասխանը կստանա, եթե իրոք դրանց մեջ կան քրեորեն հետապնդելի արարքներ, համոզված եմ, որ յուրաքանչյուրը պատասխանատվության կընթարկվի իր չափով։ Նախագահական վերջին ընտրություններում չի եղել այն, ինչ կար այս հանրաքվեի ժամանակ, այսինքն խմբով չեն ներխուժել տեղամասեր, ծեծուջարդ չեն սարքել, չեն լցոնել, դա կար 95-96 թվականներին, այս անգամ նորից սա կիրառվեց, ասում են, չեք հավատում դրան։ Ես ուղղակի լսել եմ նման երևույթների մասին, կարդացել եմ մամուլի տարբեր էջերում, բայց դրանց հավատալու համար նաև հիմքեր են պետք։ Ես կարծում եմ, որ համապատասխան կառույցները ստուգումներով, քննություններով կպարզեն, որ եթե իրոք նման դեպքեր եղել են, կարծում եմ, որ դրանց մեծ մասը նաև ուռճացված են, անհիմն հայտարարություններ են, եւ եթե իրոք նման դեպքեր եղել են, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մեղավոր
անպայման պատասխանատվության կենթարկվի։ Դուք տեսել եք համացանցում տեսանկարահանումները, կադրերը, որոնք ապացուցում են հենց խախտումները, թե դրանք ապացուցողական բազա չունեն։ Ես տեսել եմ համացանցում կադրեր, այդպիսի հնչեցված հայտարարություններ, կարդացել եմ բավականին շատ, բայց տեսնելը դեռևս չի նշանակում, որ դրանք ապացուցված են, եւ իրականում տեսնում եմ մեկ բան եւ մեկնաբանություն մեկ այլ բան։ Տեսնում եմ մեկ բան եւ հայտարարություն մեկ այլ բան։ Եվ այնպես չէ, որ ամեն տեսած կամ համացանցում տեղադրված ամեն մի տեսանկարահանում հենց խախտման մասին է խոսքում։ Օրինակ, մարդը նստած է ուրեմն միկրոավտոբուսում եւ փող է բաժանում, ընտրակաշարք է բաժանում ըստ երևույթին, հա, եւ մարդիկ մոտենում են, վերցնում են այդ փողը, տանում են։ Տեսել եք այդ կադրերը։ Ես տեսել եմ այդ կադրը, որ մարդը նստած է միկրոավտոբուսում եւ ինչ որ մեկը մոտենում է եւ այդ մարդը որևէ բան չի տալիս։ Մի քանի մարդ մոտենում են, մոտենում են եւ ոչինչ չեն ստանում, բայց ես չեմ կարծում, որ ասենք, եթե նույնիսկ փող են վերցնում, ես չգիտեմ ինչի համար են այդ փողը վերցնում։ Միգուցե այդ մարդուն ինչ որ իրեն վաճառել եւ նա փող է տալիս։ Ես չեմ կարող հաստատել դա։ Ես չգիտեմ ինչի համար են վերցնում կամ չեն վերցնում, բայց ես տեսել եմ, որ չեն վերցնում։ Ես տեսել եմ, որ մոտենում են եւ այդքանով ավարտվում է տեսանկարահանումը։ Մոտենում են եւ ավարտում է։ Ես չեմ տեսել, որ նա որևէ մեկին փող է տվել։ Եվ ես չգիտեմ տարբեր բաներ եք ուրեմն տեսել։ Եթե նույնիսկ ինչ որ մեկի փող է տվել, ես չգիտեմ ինչու համար է տվել։ Եվ վերջին հաշվով այդ մարդը, ով որ փող է վերցրել, նա պետք է ասի, ինչու համար է վերցրել։ Միգուցե պարտք եղել տվել է, ինչ կապ ունի դա։ Այսինքն դուք դա չեք համարում ընտրակաշարքի բաժանում։ Ես դա ընդհանրապես ոչ միայն ընտրակաշարքի, այլ կաշարքի կամ ինչ որ մի երևույթ չեմ էլ համարում, որովհետև ես չգիտեմ դրա հիմքերը, տալու կամ վերցնելու։ Իսկ ինչով են հիմնավորում, որ դա հենց ընտրակաշարք է։ Ես չգիտեմ ինչու համար է դա հենց ընտրակաշարք։ Որտեղ ընտրակաշարքը ընդհանրապես ոչ միայն ընտրակաշարք, այլ ցանկացած կաշարք երկու կողմ ունի, տվող եւ վերցնող։ Ոչ տվողն է ասում, որ կաշառել են, ոչ էլ վերցնողն է ասում, որ սովորաբար կաշառքի դեպքում այդպես էլ լինում է։ Իսկ այդ դեպքում ինչու պետք է եզրակացնենք, որ դա հենց կաշառք էր։ Կամ լրագրողների վրա հարձակումները, հա։ Տեսել եք այդպիսի կադրեր, չէ՞։ Ճիշտն ասած տեսել եմ, բայց ես չգիտեմ, որ դա կարելի է հարձակում ասել կամ հարձակում չասել։ Չեմ էլ մտածում նա լրագրող էր, լրագրող չէր, ամեն դեպքում քննությունը կպարզի։ Միգուցե նա ընդհանրապես լրագրող չէր, միգուցե նա ընդհանրապես փորձում էր հրահրել այդ իրավիճակը եւ նկարել։ Ուրիշ ոչինչ։ Այսինքն ոչ մի բան։ Այսինքն ոչ թե ոչ մի բան, ես ընդհանրապես կասեմ, հավատում եմ նրան, որը հետաքննությամբ ճշտվել է։ Որևէ բան ձեր ներքին համոզմունքը չառաջացրեց, որ եղել են խախտումներ։ Որևէ կադր։ Ես այդ կարծիքին չեմ։ Ես համոզված եմ, որ իրոք խախտումներ եղել են։ Շատ թե քիչ դա դեռևս կպարզվի, բայց համոզված եմ նաև, որ այդ խախտումները, այդ թերությունները կոնկրետ հանրաքվեի քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն չէին կարող ունենալ։ Դառնանք միջազգային եւ տեղական դիտորդների գնահատականներին։ Սկզբից միջազգայիններ երկու այսինքն 3 կազմակերպություն, հա, ԱՊՀ դիտորդները ասացին, որ ամեն ինչ լավ է, եվրոպական պլատֆորմի հասարակական կազմակերպությունների ուրեմն միակցության ասացին, որ վատ է, եւ ԵԽԽՎ ներկայացուցիչները նույնպես ասացին, որ վատ է։ Այդ գնահատականներին խնդրում եմ անդրադարձեք։ Ես ընդհանրապես եվրոպական եւ ԵԽԽՎ դիտորդական խմբերի հայտարարությունների մասին հետեւյալը կասեմ, որովհետև այնինչ հնչեցվում էր, ես չեմ կարծում, որ թեկուզ ամենազարգացած երկրներում այդպես է հենց իրականում տեղի ունենում, կոնկրետ հնչեցվում էր փաստ, որ մասնակցության աշճանը 50-51% բավականին ցածր է, դա չի նշանակում, որ անհրաժեշտությունը առաջացել է հենց ներքևներում։ Ես այդպես չեմ ընդունում, որովհետև շատ լավ գիտեմ, որ եվրոպական շատ զարգացած ժողովրդավարական երկրներում մասնակցության աշճան կոնկրետ հանրաքվեի քվեարկության ժամանակ եղել է նաև 30%, 40% եւ բոլորը ճանաչվել են որպես ժողովրդավարության ամենաբարձր աշճանը իրականացված քվեարկության գործընթաց միջազգային բոլոր նորմերին համապատասխանող։ Այդպես ինչպես եղավ, երբ 51%-ը հանկարծ համարվեց ժողովրդավարության ցածր աշճան կամ քվեարկության միջազգային նորմերին չհամապատասխանեց, ուղղակի կարծում եմ, որ դրանք ավելի շատ ոչ թե իրականությունը արտացոլող դիտորդական եզրակացություններ էին, այլ
Երևի նույնիսկ պատվիրված ինչ որ տեղից չեմ կարող ասել։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի պատվիրակության, դիտորդական պատվիրակության ԱՊՀ, որում մեծամասնությունը Ռուսաստանի էր, ԱՊՀ ճիշտ է, մասնակիցների կողմից կատարված հայտարարությունը ես ընդունում եմ եւ կարծում եմ, որ դա ավելի շատ էր մոտ իրականությանը եւ արտացոլում էր հենց իրականությունը։ Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում մասնակցում են ԵԱՀԿ ժմիկ դիտորդական կազմակերպությունները եւ դա լինում է տասնյակ մարդիկ, հա, 80-90 մարդ մասնակցում է տարբեր տեղամասերում։ Դուք տեղյակ եք, քանի դիտորդ ուներ ԵԽԽՎ-ն այս հանրաքվեի ժամանակ։ Ոչ տեղյակ չեմ, քանի դիտորդ ուներ, որովհետև նրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել էին եւ մասնակցում են տարբեր ընտրական տեղամասերում։ Բայց կարծում եմ, որ փոքր թվականակ էր։ ԵԱՀԿ ժմիկ։ ԵԱՀԿ ժմիկ այն ժամանակ նույնիսկ չկար այդպիսի դիտորդական առաքելություն չկար։ Մի խոսքով այդ հնարավոր խախտումները, որոնք դուք ընդունում եք, դրանք կարող են լինել տեղական, թե պարզ է, որ դրանք ուղղորդված են վերևից։ Խախտումներ։ Այո։ Խախտումները համակարգված են, ուղղորդված են վերևից, որտեղ ոստիկանությունը չի միջամտում, տեղամասային հանձնաժողովի նախագահը եւ անդամները իդեպ ոչ մի բան չեն անում եւ կարծես թե արդեն պայմանավորված են նրանք իրար հետ, որ կլինեն լցոնումներ եւ այլն։ Ես հետեւյալը կասեմ ձեր այդ հարցի հետ կապված։ Նախ ԱՅՈ-ի շտաբի կողմից, քարոզիչների կողմից, մեր կողմից, անձամբ իմ կողմից նույնպես մի քանի անգամ ամենաբարձր մակարդակներում ընդհանուր միջև հանրապետության նախագահի մակարդակով նման հայտարարություն հնչեցվել է։ Որևէ մեկի ծառայության անհրաժեշտությունը մենք չենք զգում այդ բնագավառում, բացարձակապես։ Եվ ամենախիստ ձևով թե շտաբի պետը եւ թե հանրապետության նախագահը հայտարարել են, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն արջի ծառայություն մատուցել, կպատժվեն օրենքի ամենախստությամբ։ Եթե դրանից հետո ինչ որ մեկը փորձել է արջի ծառայություն մատուցի, ուրեմն նա էլ իր արժանի պատիժը պետք է ստանա։ Քննությունը կորոշի, ով է այդ ծառայությունը մատուցել, ով է խախտումներն իրականացրել, յուրաքանչյուրը խախտման իր չափին համապատասխան, համարժեք պատասխան կստանա։ Մարդիկ մի խոսքով հասկացել են կամ չգիտեմ, այդպիսի եզրակացության, որ ձեզնից, այսինքն հանրապետականից ազատվել ընտրությունների միջոցով չի լինի։ Դա վտանգավոր չի։ Այսինքն մարդիկ կդիմեն այլ քայլերի այդ դեպքում։ Նախ ես այդ կարծիքին չեմ, որ մարդիկ հասկացել են, որ հանրապետականներից ազատվելու տարբերակ չունեն։ Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ մարդիկ բոլորը պետք է համախմբվեն, եթե ցանկանում են ինչ որ մի քաղաքական ուժից ազատվեն կամ մեկ ուրիշ ուժի կողմ քվեարկեն, ապա քվեարկեն այդ ուժի կողմ ընդունելով նրան, վստահելով նրան։ Ես չեմ կարծում, որ հանրապետականից ազատվելու խնդիր այսօր դրված է, եւ ես չեմ կարծում, որ հանրապետականը արել է այնպիսի քայլեր, որ մարդկանց մոտ նման կարծիք ընդհանրապես ձևավորվել է, որ հանրապետականից 1 ժամ առաջ կամ 1 օր առաջ պետք է անպայման ազատվել։ Ես այդ կարծիքին չեմ։ Իրականում այդ կարծիքին չեմ, որովհետև բավականին մեծաքանակ քարոզիչներ, իրազեկողներ հանրապետական կուսակցությունից, խորհրդի անդամներ, գործադիր մարմնի անդամներ, ամբողջ մեկ ամիս շրջել ենք մարզերում, քաղաքներում, եւ այդ կարծիքը ընդհանրապես ինձ համար անընդունելի է։ Մենք նման տեղերում նման կարծիքի չենք հանդիպել իրականում։ Նման կարծիքներ հնչեցվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Դրանք մերկապարանոց են, թե ընդհանրապես քաղաքական հայտարարություններ են, ժողովուրդը թող ասի։ Ես դա ընդհանրապես կբացատրեմ քվեների այն քանակով, որ ստացավ ԱՅՈ-ի շտաբը, ԱՅՈ-ի կողմնակիցները։ Նրանք ներկայացնում էին թե Դաշնակցությունը, թե Բարգավաճ Հայաստանը եւ թե Հանրապետական կուսակցությունը։ Բոլորը միասին այդպիսի մեծ քանակություն քվեներով ստանալով չեմ կիսում այդ հայտարարությունները մերկապարանոց, որոնք հնչեցվում են մեր քաղաքական գործընկերների կողմից։ Ամեն օր մենք դա լսում ենք, բայց դուք տարօրինակ չեք համարում, երբ որ նման հայտարարություններից հետո փորձում են փողոցը արյունով հեղեղել, փողոցը մարդկանցով հեղեղել։ Քիչ առաջ մեր գործընկերներից մեկը մեր գործընկերուհին հայտարարություններ կատարում, որ 421,000 ոչ քվեարկած, գաղտնի քվեարկած քաղաքացիներին փողոց եմ հրավիրում,
մասնակցեք այս իշխանությունների տապալմանը, քշեք նրանց հանրապետությունից, դա է միակ ելքը, դա է միակ փրկությունը, բայց ասում են, բայց չենք տեսնում այդ 421-ը կամ գոնե 3-ը։ Գոնե 3-ը չենք տեսնում։ Էլի հարցը ինչպես է դրված, եթե մարդը այո է քվեարկել, պարտադիր է որ ձեր կամ այլ կուսակցությունների համակիր լինի, կամ եթե ոչը կար, պարտադիր է որ ձեր թշնամին լինի։ Բաց հարցակապես ոչ։ Ասեմ ձեզ, որ հիմնականում այս քարոզչական process-ը ես նույնիսկ կբացատրեի հետևյալ ձևով։ Երբ որ հանդիպումների ընթացքում տարբեր խմբերի, տարբեր կոլեկտիվներում հանդիպումներ ենք իրականացնում, երբևէ որևէ մեկս մեզանից չենք ասել գնացեք եւ քվեարկեք այո։ Ընդհանրապես փորձել ենք իրազեկել մարդկանց փոփոխությունների մասին եւ ինչ փոփոխություններ է ակնկալվում սահմանադրական այս փոփոխությունների նախագծով։ Մարդիկ իրենք են որոշում։ Ես երբևէ քարոզչության ընթացքում որևէ մեկի ասած չկամ գնացեք եւ քվեարկեք այո։ Ես ասել եմ փոփոխությունը սա է։ Ճիշտ է այս ճանապարհն է։ Ընտրեցեք դուք ինչպես կցանկանաք եւ ես գիտեմ որ իմ գործընկերների մեծամասնությունը հենց այդպես էլ իրականացրել է նախագծի իրազեկման գործընթացը ավելի շատ կասեմ իրազեկման քան քարոզչության Ես օրինակ ոչ եմ քվեարկել բայց բնականաբար փողոցները արյունով հեղեղելուն դեմ են եւ ես ասեմ ինչ եմ ոչ քվեարկել դա ավելի սկզբունքային հարց է քան մնացած բոլոր հարցերը ճիշտ ասած ինձ համոզեց հանրապետության նախագահ հենց նրա ասածով ես հասկացա որ այն փոփոխությունը որը առաջարկում է վտանգավոր է ես ձեզ ասեմ ենթադրենք ես հերու տնից տեղից ուրեմն քաղաքական գործիչ եմ եւ ավանտյուրիստ եմ եւ ինչ որ ձևով այս արդեն նոր սահմանադրությամբ ես ստանում եմ մեծամասնություն հա այդ ավանտյուրան ենթադրենք ասում եմ ռուսաստանյան ռազմաբազան հանենք Հայաստանից դա ավանտյուրա է չէ դա Հայաստանի համար շատ վտանգավոր է բայց ես ստացել եմ մեծամասնություն եթե լիներ նախագահ նա այդ ավանտյուրային դեմ կկանգներ նա կկարողանար ինչ որ ձևով հավասարակշռել հիմա արդեն նա ով ստացավ մեծամասնություն խորհրդարանում նա ձևավորում է կառավարություն ստեղծում է վարչապետ եւ այլն եւ իրականացնում է այն սխալ ծրագիրը որով նա ընտրվել այսինքն հակակշիռ սխալ քայլին չի լինում կա այդ մտավախությունը ձեր մոտ թե չէ Այդ մտավախությունը իմ մոտ չկա եւ ասեմ որ ես այդ կարծիքին չեմ չնայած ես էլ վստահ քվեարկել եմ այո Ես հարգում եմ ձեր տեսակետը, ընդունում եմ դա, բայց նման մտավախություն ես չունեմ, ասեմ ինչու։ Եթե դուք նույնիսկ այս պայմաններում, գործող սահմանադրության պայմաններում կամ արդեն իսկ նախորդ սահմանադրության պայմաններում, որպես քաղաքական ուժ, որ ներկայացված է նաև ազգային ժողովում, նման տեսակետ հայտնեիք եւ հասնեիք նրան, որ ազգային ժողովում ունենայիք մեծամասնություն, չնայած երկրի կիսանախագահական է եւ այդ տեսակետը ազգային ժողովով անցկացնեիք այդ նախագիծը ձեր նախագահը ընդամենը մեկ անգամ կարող էր դեմ գնալ դրան երկրորդ անգամ եթե դուք իրոք ազգային ժողովում մեծամասնություն եք նույն ձևով քվեարկում եք եւ երկրորդ անգամ ներկայացնում եք նախագահին եւ նախագահը դա պարտադրված պետք է կատարեր երկրորդ անգամ ինքը չէր կարող դա չվավերացնել Նախագահ այսինքն նման վտանգ այդ ձեր ասած վտանգը հենց կիսանախագահականը եւ նախագահականի ժամանակ կարող է առաջանալ երբ որ նախագահը չի ներկայացնում խորհրդարանական մեծամասնությունը իսկ նման հնարավորություն հենց կիսանախագահական եւ նախագահական սահմանադրական ձևաչափը կառավարման ձևաչափը տալիս է նման հնարավորություն խորհրդարանականի դեպքում, եթե իրոք հաղթել է այն քաղաքական ուժը, որը նման կարծիք ունի, եւ նրան ընտրել է իրոք ժողովուրդը, ապա ժողովուրդը թող իր մասն էլ մտածի։ Եթե ինքը ընտրել է այդ ճանապարհը, որ այդ քաղաքական ուժը, չէ որ քաղաքական ուժը իշխանության գալուց առաջ նախ պետք է մասնակցի ընտրությունների process-ին, քվեարկության process-ին եւ ժողովուրդը իր ձայնով նրան պետք է բերի իշխանություն խորհրդարան։ Իսկ իշխանություն բերելու համար տվյալ քաղաքական ուժը նախապես իր ծրագրային հիմնադրույթներում պետք է նշի. Ես գնալու եմ այս ճանապարհով։ Նախապես ես գնալու եմ այս ճանապարհով։ Եթե ես ձեր ճանապարհին կողմնակից եմ, ես ձեզ կքվեարկեմ կողմ։ Եթե ես ձեր ճանապարհին կողմնակից չեմ, ես ձեզ երբեք կողմ չեմ քվեարկի։ Այսինքն ցնդաբանական ծրագրին չի կարող ժողովուրդը կողմ քվեարկի։ Չեմ կարծում։ Ժողովրդին ես միշտ բարձր եմ գնահատում
Մեր ժողովուրդը խելացի է, իրոք, բավականին կիրթ, բավականին հասկացող։ Եվ այն խոսակցությունները թե ընդդիմադիր դաշտում, թե նաև իշխանական որևէ ինչ որ քաղաքական գործիչների կողմից, որ ժողովուրդը այսպես է, ժողովուրդը այնպես է, ես ընդհանրապես մի բան կասեմ, ժողովուրդը շատ խելացի է եւ ժողովուրդը միշտ ճիշտ ճանապարհով է գնում։ Ժողովուրդը չի կարող սխալ ճանապարհ ընտրել։ Դառնալով ժողովրդի համընդհանուր կարծիքը, ժողովրդի ընդհանուր կարծիքը միշտ ճիշտ է։ Ամենասահմանային գյուղում փորձեք զրուցել ցանկացած մարդու հետ, ով ընդամենը գյուղի հրապարակում նստած սիգարետ է վառած, ծխում, կհամոզվեք, որ ամենախելացի մարդիկ են, նույնիսկ մեր շատ քաղաքական գործիչներից շատ ավելի լավ են պատկերացնում իրականությունը։ Դառնալով այդ հակասությանը, հա, նախագահը մի կուսակցությունից է, մեծամասնությունը այլ կուսակցությունից է, գործող սահմանած, մինչև ապրիլի 9-10 թվականին։ Դա ամենավտանգավոր պահերից։ Բայց նաև լավ է այն առումով, որ նախագահը նշանակում է պաշտպանության նախարար, դատախազ, ոստիկանապետ, նա կարող է դիմադրել, եթե խորհրդարանական մեծամասնությունում լինի սխալ ինչ-որ որոշում, թե չի կարող։ Իսկ նախագահի որևէ նշանակում խորհրդարանական մեծամասնությունը կարող է դիմադրել։ Կարող է։ Ոչ, չի կարող։ Ընդհանրապես կառաջանա քաղաքական քաոս այդ բaragայում։ Այսինքն նախագահը չի հարցնում, չէ՞, ես պաշտպանության նախարարության եմ նշանակում, թե նրան եմ նշանակում։ Իհարկե ոչ։ Չի հարցնում։ Եթե քաղաքական մեծամասնությունը իրենը չէ։ Հետևաբար կառաջանա քաղաքական պայքար, քաղաքական քաոս, իսկ դրանից ոչ երկիրը, ոչ էլ երկիրը ներկայացնող ժողովուրդը չի կարող շահել։ Այս խորհրդարանական ձևաչափը կայուն կառավարման առումով բավականին բարձր աշճան կարող է ապահովել։ Արդյունավետ կառավարման առումով բավականին բարձր աշճան կարող է ապահովել։ Նախագահական եւ կիսանախագահական ձևաչափերը նման կայուն կառավարման կարող են տանել այն պարագայում, երբ որ հանրապետության նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանական ներկայացնող նույն կուսակցությունն է, նույն քաղաքական ուժը կամ նույն կոալիցիան։ Հակառակ պարագայում ուղղակի կստեղծվի քաոսային իրավիճակ։ Ընտրական օրենսգրքի մասին, որը դուք, հա, падգամավորները մինչև 16 թվականի, չգիտեմ, մայիսը, հա, պետք է ընդունեք։ Ընդդիմադիր ձեր գործընկերները արդեն ասում են, թե ինչպիսին այն կլինի, ինչ որ որոշում կա ձեր մոտ, որովհետև եթե համասնական ընտրությունները լինեն այնպես, ինչպես որ նրանք են ներկայացնում, այսինքն ռեյտինգային, հա, որ Տավուշի մարզում ենթադրենք այս մարդը կլինի օլիգարխը, չգիտեմ, ով քրեական հեղինակությունը կլինի ցուցակի այստեղում եւ այստեղ դուք արդեն այդ համամասնականը դառնում է ավելի վատ, քան մեծամասնական։ Դուք արդեն ինչ որ գաղափարներ ունեք ընտրական օրենսգիրքի մասին։ Ռեյտինգայի ձևաչափ ընտրությունների միայն այդ ձեր ասած տարբերակը չէ։ Այնտեղ 3-4 տարբերակներ կան ռեյտինգային ձևաչափի եւ դեռևս որևէ մեկը այդ ձևաչափերի մասին ընդհանրապես ռեյտինգայինի մասին խոսակցություն չի տանում։ Շատ հնարավոր է որ լինի ռեյտինգային, շատ հնարավոր է որ ռեյտինգային չլինի։ Դա դեռ որևէ մեկը չի որոշել եւ դա պետք է խորհրդարանը որոշի, հենց քաղաքական այն ուժերը, ովքեր ներկայացնելու են թե առաջարկությունները եւ թե պաշտպանելու են այդ առաջարկությունները։ Ռեյտինգային ձևաչափի մասին խոսակցություններ կան։ Ձեր ասած տարբերակը ընդհանրապես որևէ երկրում նման ռեյտինգային ձևաչափ գոյություն չունի։ Եվ մեկը չէ որ կարող են ներկայացնել։ Ռեյտինգայինի դեպքում կարող են ներկայացվել 15-20 տեխնացուներ, ովքեր որ կցանկանան, որևէ մեկին կարելի է ընդհանրապես չմերժել, թող 100-ը մասնակցեն, գոնե իրենց կճանաչեն։ Ամենայն դեպս ժողովուրդը իր ձայնը նույնիսկ եթե ռեյտինգային լինի, կտա նրան, ում որ ընդունում է։ Այսինքն մարդուն ոչ թե կուսակցությանը, էլի չհամամասնական։ Ոչ։ Նախ առաջին հերթին պետք է քվեարկի կուսակցությանը քվեաթերթիկով։ Բացատրեք խնդրեմ։ Ռեյտինգային ես կարող եմ ընդամենը մի ձևն ասել, բայց շատ տարբեր ձևեր կան։ Երբ որ ռեյտինգային քվեարկության դեպքում բոլոր կուսակցությունները նշված են, քվեարկություն դնում է, ենթադրենք հայ հեղափոխական դաշնակցություն, հանրապետական կամ Բարգավաճ Հայաստան կուսակցություն կամ օրինաց, կուսակցությունների շարքից ընտրում է ցանկացած կուսակցություն, այնուհետև քվեաթերթիկի հակառակ կողմում պետք է լինեն բոլոր այն անձանց ցուցակները, ովքեր տրվյալ տարածքում մասնակցելու են քվեարկությանը։
եւ նրանց որևէ մեկի քվեարկությամբ համապատասխանաբար մեկ անձը կարող է քվեարկել մեկ կուսակցություն եւ մեկ տեխնացու, ռեյտինգային տեխնացու։ Իսկ ես ընտրում եմ, չգիտեմ, օրինաց երկիրը եւ հակառակ դեպքում ընտրում եմ հանրապետականից որևէ մեկի այդպիսի բան հնարավոր է։ Իհարկե մի կուսակցություն ընտրում եմ, իհարկե հնարավոր է։ Հնարավոր է նաեւ որ ընտրում եմ մեկ կուսակցություն եւ միայն այդ կուսակցության տեխնացուին։ Կամ հնարավոր է որ միայն ընտրում եմ մեկ տեխնացու ռեյտինգային, բայց որևէ կուսակցության չեմ քվեարկում։ Հնարավոր է որ քվեարկում եմ որևէ մի կուսակցություն եւ չեմ քվեարկում որևէ ռեյտինգային տեխնացուի։ Այս համակարգն է գործելու։ Դրա համար եմ ասում, դրանք տարբեր եղանակներ են, տարբեր ձևեր են։ Ես չեմ կարող ասել որ համակարգն է գործելու այսօր, որտեղ նման խնդիր ընդհանրապես չի դրված, դա դեռևս պետք է քննարկվի եւ ընդունվի։ Երբ որ ընդունվի այն նոր այդ ընդունված համակարգի մասին մենք կարող ենք զրուցել, որտեղ իրականում դրանք բազմաթիվ են։ Որքան գիտեմ 40 հատ կա համամասնական 40 ձևի համամասնականի 40 ձև նույնիսկ ավելին կա ռեյտինգային 6 եւ ավելի ձևեր կա բայց որևէ մեկի մասին հստակ խոսել որ սա կընդունվի կամ չի ընդունվի այս պահին երբևէ չենք կարող մենք ասել Դուք ունեք 3-5-րդ խորհրդարանում հանրապետականը այս պահին ունենք չէ հետեւաբար միևնույն է ձերն է անցնելու հա բայց դա դեռևս չի նշանակում որ մենք կուզենանք այն ինչ որ ուզում են բոլորը ինչ են ուզում Պարզ չի թե բոլորը ինչ են ուզում առայժմ բոլորը ինչ են ուզում որովհետեւ իրենք էլ չգիտեն ինչ են ուզում եւ այդ հարցը դեռևս չի քննարկվել ես համոզված եմ որ դեռևս խորհրդարանում քննարկումից առաջ կուսակցությունում այդ տարբեր ձևերը կքննարկվեն եւ մենք մեր առաջարկությունը կանենք Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Մենք կհանդիպենք վաղը, տեսություն։